Պատրաստում եմ հայկական ավանդական համով, հոտով խաշիլ։ Հիմա ներկայացնեմ, թե մեր տատիկները ժամանակին ինչքան են չարչարվել, որպեսզի խաշիլ պատրաստեն։ Բոված ցորենը լցրել են երկանքի կամ երկանքի անցքի մեջ։ Այսպես ցորենը երկանքով պտտելով ստացել են փոխինձը։ Իսկ մերօրյա փոխինձը այս տեսքն ունի և վաճառվում է խանութներում։ Մեկ բաժակ սառը ջրին ավելացնում ենք 3 ճաշի գթալ փոխինձ։ Սառը ջրով եմ անում, որպեսզի գնդիկներ չառաջանա։ Խաշիլը եփելիս անընդհատ խառնում եմ, որպեսզի չկպնի։ Ինչպես տեսնում ենք, բոլոր գնդիկները կորած են, մնում է խաշիլի եփի։ Մեր խաշիլը պնդվեց։ Հալեցնում ենք կարագը և վայելում եմ այս հին ավանդական ուտեստը։ Անմահական է։